Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ վերլուծաբան քաղաքագետ Հայկ Նահապետյանից, շնորհակալ եմ պարոն Նահապետյան մեր ավերն ընդունելու համար։ Վերջին մեր եթերին խոսում ենք Ադրբեջանի հավանական օգտագործվելիք սցենարների մասին, թե ինչ նպատակով կարող է օգտագործվել կամ ինչ նպատակով պիտի օգտագործվի Ադրբեջանը։ Դրան էլի կվերադառնանք, հետաքրքիր է, որ վերջին 1-2 օրերին Միացյալ Նահանգներից Թրամփը, Հայաստանից Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը կրկին այսպես վերաթարմացնում են այն ստորագրությունը, որ դրել են Վաշինգտոնյան այդ հայտարարության տակ, ինչ կարիք կար, որ նորից Թրամփը հիշեր, որ նրանք մեծ առաջնորդներ են, Նիկոլ Փաշինյանը կրկին ու ժողովրդին ուղղված ուղերձով հանդես եկավ, Ալիևը շնորհակալություն հայտնեց Թրամփին, ինչ որ բան այն չէ այստեղ ձեր գնահատման, որ նորից փորձում են ոնց որ հասարակությունների հիշողությունը թարմացնել, որ իրենք ասած բան է ստորագրել։ Ես կարծում եմ այստեղ ավելի շուտ այլ կտրված կոպտիկ գնահատել։ Օրինակ Թրամփը իր մամուլի ասուլիսների կամ լուրջ հանդիպումների ժամանակ բարբերաբար հիշում է, որ ինքը 7 պատերազմ չէ կանգնեցրել։ Այսինքն դրա կարիքը կա, կանգնեցելս էլ ենթադրենք բոլորն է գիտեն։ Ամենակարևոր խնդիրը ինքը չի կատարել։ Ուկրաինա։ Դա իրոք գլոբալիստները թույլ չեն տալիս։ Դա արձանագրում ենք։ Եթե այդ կռիվը մինչև կոնգրեսի միջակայք ընտրություններ, որտեղ հավանականություն մեծ է այդ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվեն, ինքը հանրապետականը պարտություն կրեց, իր համար դա բավական լուրջ ծախում է։ Լավ ինքը անընդհատ հիշեցնում է, որ ճիշտ է Ուկրաինայում ենթագիտակցորեն չի կանգնել կռիվը, բայց տեսեք ինքը պատերազմներ է կանգնեցել, իսկ ամենաերկարատևը խոսքը Հնդկաստան, ասենք Պակիստանը չի, դե ինչ է կռիվը, երկու կրակեցին կամ այլ վայրերում, խնդիր չի էլի։ Արհեստական է կարող սարքել, հետո կանգնեցնել։ Խնդիրը հայ Ադրբեջանը կա 91-92 թվականից կոնկրետ ռազմական գործողություններ մինչև աստորեն առ այսօր։ Եվ ինքը երբ որ անընդհատ է հիշեցնում է, ենթագիտակցորեն մոտապես ինքը ասում է, այս շատ կարևոր կոնֆլիկտ են պատերազմ կանգնացրել։ 7-ից ամենակարևորը ոնց որ Ուկրաինայի ճանապարհն եմ, այստեղ խնդիրը այն չի, կարծեմ թիրախ հասարակությունները չի։ Ասենք ինչ, Ադրբեջանի քաղաքացին ինչ պիտի հիշի կամ ինչ մտածի կամ Հայաստան կա, այսինքն մեր մոտ ինչ թրթիռ է առաջացնում, ենթադրենք Տրամփի կամ Ալիևի կամ Նիկոլի խոսալը։ Ոչ շման, ինչ եղել է։ Ընդ որում շատ տեղին է, երբ քաղաքական գործիչներ, փորձագիտական շրջանակներ Հայաստանում ասում են, հələ մի հատ ասա այդ խաղաղության պայմանագիր, այդ ճանապարհային քարտեզ, այդ որը որից հետո է, մի հատ թղթիկատոր եք ստորագրել, հա, այդպես ոգևորվել եք։ Դեմա գործնականում ամերիկյան պատվիրակությունը եկավ Հայաստան։ Ուրեմն ամերիկյան պատվիրակությունը վաղուց է այստեղ։ Զորավարժությունների համանտակ այստեղ բավականաչափ անձնակազմ է եկել եւ ոչ օդից կախված լուրերի համաձայն մնացել են, իրենք աշխատում են։ Խոսքը տրիպին առնչվող պատվիրակության մասին։ Ճանապարհի դետալները պիտի քննարկվեն։ Ուրեմն այն անձնակազմ զորավարժությունների համանտակ որ եկել են, իրենք մնացել են այդ Տրամփի ճանապարհ կամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք կամ Ալիևի միջանցք դրա հետ կապված են մնացել։ Ինչու, ասենք, ինչու են պատվիրակությունները այդ ճանապարհը կարևորում տնտեսական գործունեության համար է ճանապարհը էլի։ Շինարարական կառույցը կաշխատի, հա, լավ ճանապարհը կսարքեն, ինչ որ վերահսկող կառույցները կգան։ Չէ, սրանք զինվորականներ են։ Այս ճանապարհը աշխատելու է առաջին հերթին եւ հիմնականում եւ գուցե միակ այս տարածաշրջանում զենքի զինամթերքի տեղափոխում Հայաստանի տարածքը, որտեղ Հայաստանի օրվա իշխանությունները որևիցե ազդեցություն, որևիցե սահմանափակում չեն կարող ունենալ այդ գործընթացների վրա։ Սրա համար են ամերիկացիները եկել։ Իսկ որ Իսրայելը վերջին շրջանում բավական ակտիվացել է, այն որ հարվածում է ենթադրենք այդ Դոհայի հայտնի դեպքը, իսկ Կատարը ճիշտ է, այդ տարածքով փոքր պետություն է, բայց պետություն, որը հավակնում է եւ ձեռնոցանետած Էմիրատներին։ Թագավորություն է։
Եվ Սուննի մահամեդական աշխարհում ինքը հավակնություններ ունի։ Հիմա երբ որ Կատարի մայրաքաղաքում Իսրայելը հարված ասում, երբ որ արդեն 2 օր 24 ժամվա ռեժիմով հրթիռակոծում ռմբակոծում է Գազայի հատված, կոնկրետ իրենց շրջկենտրոնը կամ մայրաքաղաքը ոնց անվանեն Գազա։ Երբ որ զոհերը աննախադեպ են, բայց մեկը դա էլ հարցի լուծում չի, որտեղ մոտ մարտերում հրթիռները, եթե արդեն շատ կարճ տարածության վրա երկկողմ կրակում հրթիռներ եւ ռումբեր չեն օգտագործել, որտեղ կարող է քո կողմին չէ վնասես։ Եվ այդ մոտ մարտերում գիտեք որոշիչ որնալները հաղթանակի մարտական ոգին։ Չեք կարծում Գազայում ապրող պաղեստինցիների մարտական ոգին, որոնք զավակներ են կորցրել, ծնողներ են կորցրել, կին են կորցրել, այդ մարդուն կարելի է հաղթել տեսականն իրան սպանելով։ Բայց պատերազմը նաև մաշեցնում է հասարակության այդ անընդհատ այդ լուրերը զոհեր, վիրավորներ, սովամահություն, դա եւս հոգեբանորեն չի բանը։ Ես քրքրում հասարակություն։ Ես անձամբ հետաքրքիր հարց եք տալիս, այսպես պատասխանում։ Անձամբ ես ինքս չեմ եղել, բայց իմ մտերիմներից մեկը որ Լիբանանից էր, ազգությամբ հայ, ինձ մի հետաքրքիր բան պատմեց։ Նու Նասրալան Հեզբոլլայի առաջնորդը որին սպանեցին, հայկական շրջանակներ բավական կապված է եղել։ Նաև ասում են Բուչհամտում, ոնց որ մեծացել թե ինչ։ Եվ ասում են, որ Հեզբոլլային մարտիկը որ զոհվում է, օրինակ մեզ մոտ սովորաբար եթե ծնողը զավակա կորցնում, սուքա չէ, մեծ հաշվով կորուստ է։ Իրենց մոտ բարձում է չէ, սուք չի։ Հարևաններ գիտեք, զոհվածի մոր ինչ են տանում, քաղցրավենիք։ Քաղցրավենիքը սովորաբար տոնակատարությունների այսպես նվեր է, ծնունդի տեսքով։ Քաղցրավենիք ինչու։ Շնորհավորում են ծնողներին, առաջին հերթին մորը, որ իրենց զավակը որպես նահատակ հավատի պատերազմում, սրբազան պատերազմում, այլևս Աստծո հետ է։ Ուրախություն է դա, ոչ թե սուք։ Հիմա հոգեբաններն մի պահ պատկերացրեք, որ ժողովուրդը ապրում է այդ հոգեբանությամբ։ Իր համար նահատակվելը երջանկություն է։ Իր ծնողի համար իր զավակի նահատակություն ճիշտ է այդ պահին, ասենք կորուստյան ցավը կա բնականաբար, բայց մի պահ, երբ որ դու այլ հարթությունով ես քեզ դիտում, դու երջանիկ ես մարդաս մտածես արեց արարք, որով ինքը որպես նահատակ այլևս տիրոջ կողքն է։ Բայց այդ ժողովրդին կարաս հաղթես։ Չէ, իրենց մոտ չի կորում։ Մենք իրենց չափում ենք մեր չափորոշներով, չէ, մեր ընկալումներով։ Շատ զոհեր, ընկրկել, վախ, խուճապ, նահանջ, փախուստ եւ պարտություն։ Իրենց մոտ ակա։ Եթե իրականության մեջ այս մեր հասարակությունը լիներ իրական քրիստոնեական հասարակություն, ապա նույն վերաբերմունքը պիտի այդ պարագայում լիներ, այսինքն մահը ավարտ չի։ Դա նաև քրիստոնեության մեջ։ Ուրեմն երանելիները որտեղ որ կան, 10-երանի, մի ձևակերպում կա, որը իր արժեքով եւ կշռով մոտապես պատվիրանների նման է։ Ասում են Երանի խաղաղարներին, որոնք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Ես սա մասին պարբերաբար ասում եմ, եւ խաղաղարը միայն նա չի, ով մեղքերից զատ է փորձում ապրել եւ ներքին խաղաղությամբ։ Իսկ ներսը հանգիստ է, վատություն չի արել, օգնել է, կարեկցել է, դրանց բավականություն է ստացել, մարդկանց ոչ թե անեծքի, այլ աղոթքի է արժանացել, իր այդ կյանքով, այդ արարքներով։ Բայց խաղաղարը միայն մեղքերից զատ ապրող մարդը չի, խաղաղարը ընտանիքը եւ հայնիկը պահող զինվորն է, որտեղ ինքը խաղաղություն է բերում, որտեղ եթե դու քո երկրի չես պաշտպանում, խաղաղություն չկա, պատերազմ է, չէ՞։ Եվ այս ընկալումը, որ դու զինվոր ես, ուրեմն մարդուն տալիս է հույս, իհարկե, եթե դու քրիստոնյա ես, բնականաբար դու պիտի հավատաս եւ այդպես է հոգու փրկությանը, այսինքն որ երկրային մահով կյանքը չի ավարտվում։ Եվ քեզ արդեն դու զինվորական համազգեստ հագած, դու ստատուս ունես։ Ստատուս, որտեղ երբ որ դու զոհվում ես, դու արդեն համարվում ես քո ստատուսով շատ ավելի բարձր։ Իդեպ ինձ համար միշտ ես երկար ժամանակ եմ ուսումնասիրել եւ ի պաշտոնե երբ որ ծառայում եմ ռուսական ցարական նախկինում, հետո խորհրդային եւ հիմա այդ բանակի մեծ հաշվով անպարտելությունը։ Այդ ժողովուրդը ինքը խիստ ագրեսիվ չի, բայց մարտի դաշտում կերպարանափոխվում է։ Ի՞նչն է պատճառը։ Եվ ինձ համար մի դուռ բացեց սերբ, ուրեմն սրբերից մեկը, որը նախկինում եղել է սերբական մեծ ջոկատի Օսմանյան կայսրության դեմ կռվող հրամանատարներից մեկը։
ինքը հայտնի է որպես Նիկոլայ Սերբսկի։ Ունի մի փոքր գրված բրոշուր է։ Նրանք ովքեր հետաքրքրում են այս թեմայով, ես խորհուրդ եմ տալիս ամփոփ ինտերնետում սոցիալական ցանցում երկու լեզվի եւ հայերով եւ ռուսերենով կա։ Կոչվում է Պատերազմ եւ Աստված։ Հետաքրքիր ինձ համար չասեմ հայտնություն, բայց մոտապես հայտնություն էր։ Ուրեմն ռուսին որ զորակոչում են, սա ինքը քանի որ ապրել է 20-րդ դարի սկզբում, բնականաբար ցարական բանակի, հա, զինվորի, ռուս զինվորի նա ուսումնասիրել։ Ասում է, որ հրավիրում, որ ուրեմն բանակ էին զորակոչում, որտեղ գնալ պատերազմ։ Ասում է, այդ անձը երանության մեջ է։ Պատերազմը մենք պատկասում ենք ավեր, կորուստ, մահ, հաշմանդամություն եւ այլն, ինչու։ Ուրեմն գնահատական հետեւյալն էր, որ մարդ իր կենցաղում ապրելով իր եղբորը կարեկիցնել, օգնել, շատ լավ բան է, բայց ամենաթանկ բանը քո եղբոր համար ոչ արունակից, որտեղ եղբայրներ հավատակիցն են, հա, ամեն պահ անպատե առիթ չի լինում, կյանք տալը։ Այդ եզակի դեպքեր դիլնի, որ ինչ որ քո հավատակցի համար կյանք տաս, որտեղ կենցաղ այնուամենայնիվ որոշակի նորմավորումներ ունի։ Պատերազմը միակ տեղն է, որտեղ մարդուն ամեն րոպե կարող է իրավիճակ առաջացնի, որ դու ընկերոջդ համար, քո հավատակցի համար կյանք տաս։ Եվ այդ մարդը, որը գնում է մարտի դաշտ, ինքը տիրոջը շնորհակալություն է հայտնում, որ իրան հնարավորություն է տրվել, որ կրկնի նույն արարք, ինչ որ արել է Հիսուսը։ Հիսուսը իր կյանքը տվեց նախքին այդ ժամանակ եւ ապագա մարդկության համար, չէ՞։ Դու Հիսուսի արարքի նույն գործողությունն ես անում, կյանքն ես տալիս, որտեվ արարքի կրկնությունն է։ Ու պատկերացնում եք մարդու հոգեվիճակը։ Այդ մարդուն կարած հաղթես, հաղթելուց եւ կպտի սպանես, բայց եթե ամբողջ բանակ տա այդ հոգեվիճակով վստահաբար ես գազայի օրինակ պատակը չբերեցի։ Ստացվում է սպանությունը իր հաղթանակն է, որովհետեւ ինքը հենց եկել էր։ Իհարկե, բա իր գալու իմաստը հո իր Հիսուսի բանը երկրային հրաշքները չէին։ Իր բուն նպատակը հարությունն էր։ Մահը, որով հարություն, որ ցույց տրվի, որ երկրային մահով կյանք չի ավարտվում։ Հարությունն է, իհարկե։ Մեր մեծ զատի կամ ամենամեծ տոնը։ Հիմա երբ որ զինվոր մտնում է մարտի դաշտ, ու ինքը գիտի, որ տիրոջից ինքը կարող է ստանա այն ինչ, որ միայն կռվի դաշտում կարա ստանա, ընկերոջ համար կյանք տալ ու զոհվել։ Ամենամեծ արարքն է։ Մարդը հետապարդ բանական պարտելի է, զուգահեռ որ բերեցի Գազայի հատվածում կամ օրինակը Հեզբոլայի մասին են ինչ որ ասի քաղցավենքի մտերիմներն են պատմել Լիբանան քաղաքացի, ասենք բան քաղցավենքի են տանում զոհվածի մորը։ Կոպիտ ասած աշկալուսանք։ Ասում են քո տղեն արդեն վերևն է, Աստծո հետ է, որտեվ այդ արարքով հանուն հավատի զոհվելը ստատուս է տալիս, ամենաբարձր ստատուսը մարդու կյանքի։ Բայց մյուս կողմից վերադառնանք մեր նախորդ եթերում քննարկվող մի թեմային, թե ինչու մեր հասարակության մեջ այդպես չի, կամ ավելի խիստ դադարեց այդպես լինել։ Երբ որ հանուն հայրենիքի, հանուն իր հավատակիցների ձեր բերած օրինակով Հիսուսի օրինակը կրկնող մարդու ծնողին իր գերեզմանի վրա բռնության է ենթարկում։ Դժվար թե դա բանն էլի կրկնելու ցանկություն առաջանա։ Ես առաջին անգամ որ այդ արարքը տեսա, ցավոք ես շատ եմ ցավում, որ այդտեղ չեմ եղել, ոստավար իմ կեցվածքը շատ խիստ է լինելու, բայց ինձ ստեղծված հնարավորությամբ ես միշտ օրինակը բերեցի եւ այն լրատվամիջոցները, որ ինձ հրավիրում էին, որոնք հնարավորություն ունեին այդ պահին տեսանյութ տեղադրել, ես միշտ տալիս էի իրենց մի փոքր կտոր, երբ մի 5-10 վայրկյանանոց, որտեղ նահատակ իրանական շիա գոտի ստեղծող Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի Երուսաղեմ կամ Ալ-Կուդս ստորաբաժանման հրամանատար նահատակ Սուլեյմանի կեցվածքը զոհված զինվորների ծնողների հանդեպ ինքը սովորաբար հանրային դեմք չէր, թեև շատ մեծ հեղինակությունն էր, հա, եւ մի տեսանյութ կա, որտեղ ծնողները կանգնած են մայրերը, ոչ ման չի ասում ինքը, խոնարհվում է, համբուրում է զոհվածի մոր ոտքերը ու դրանով ամեն ինչ ասված է։ Այսինքն մեր ընկալումները մեր զոհվածի մոր միայն խոնարհում, այնքան մինչև գլուխը իջնի ներքև։ Հիմա պատկերացրեք մեր մոտ գլխի վայր այդ վիճակը շուռ է եկել։ Այսինքն ոստիկանի համար հրաման կատարելը, մի փոր կուշտ հաց ուտելը, հա, հետո գործից հետո մի անառակի հետ շնանալը
Իրիկունը տուն գնալ 2 կոպեկ փող տալելը չգիտեմ ոնց, չգիտեմ ինչ։ Իր համար կյանքի իմաստ է։ Հիմա ես կյանքի իմաստն եմ ասում։ Այսինքն, երբ որ կյանքի իմաստը ապրելն է արարքներով, որը քեզ հնարություն կտա որպես անձ, որի արարքները հիշվի նաև հաջորդ սերունդներում։ Եթե շատ ավելի մեծ արարքներ է քո ժողովրդի կամ մարդկության համար, իսկ քո արարքներով երբեք չհամաչեն քո հաջորդ սերունդները, եւ քո կյանքը իմաստավորված լինի ոչ թե նյութի կամ մամոնայի իշխանությամբ, այդ մարդը երբեք իրան թույլ չի տա բացի խոնարհումից զոհված զինծառայողի մոր արչև այլ կեցված, նույնիսկ եթե ոստիկան, նորից եմ ասում, Ալկուցի հրամանատարը խոնարհում եւ համբուրեց ոտքերը, ներքև իջավ, այդ երկի իրական կառավարիչներից մեկն էր։ Շարքային մի զինվորի մոր։ Հիմա դուք պատկերացնում եք Իրանի հասարակությունը, անկախ ազգային պատկանելությունից, իսկ այնտեղ ազգային փոքրամասնություններ չկան, այնտեղ կրոնական փոքրամասնություններ են եւ մեր հասարակությունը։ Եվ մեր հասարակության ընկալումը զոհված զինծառայողի նկատմամբ նման արարք։ Ասենք, եթե տեսականորեն այդտեղ շատ քիչ քաղաքացիական մարդիկ են, հա, եղել, ասենք հասարակության ընդվզումը ավելի մեծ դիլներ։ Բայց օրինակ հասարակության ընդվզումը կարող մեծ լիներ նախկին իշխանությունների ժամանակ տրանսպորտի 150 դրամ դարձնել, հիշում եք, չէ՞։ Պատկերացնում եք նյութն, այսինքն նյութի իշխանությունն է, ոնց ինձանից 50 դրամ ավել է ստանում։ Հիմա նայում եմ, ես զուգահեռում եմ Իրանի հասարակությունը։ Բայց հիմա այդ 50 դրամի դեմ էլ չեմ բողոքում, ճիշտ ասած։ Հա։ Մենք դրան, բայց դա ավելի շատ դուք վստահաբար լավ եք պատկերացնում, որ հասարակության հույզերը կառավարվում։ Իհարկե, Եվ 50 դրամի դեմ բողոքող, եւ նրա դեմ չբողոքող։ Հա, բայց այդ կառավարվող հույզերով մարդիկ այնուամենայնիվ ունեն բանականություն։ Իրավիճակը գնահատելու իրենց տրվում է հնարավորություն։ Աստված միշտ մարդուն տվել է ընտրության իրավունք ամեն պահ։ Ուղղակի Աստված իր պատվիրաններով, իր մարգարեներով ասում է որն է լավ, որն է վատ, որն է չարը, որն է բարին։ Ընդհանրապես, բայց ընտրությունը քոնն է։ Հիմա երբ որ մեր հասարակությունը նյութն է ընտրել, ես օրինակ 3 եթերի հարց եմ տալիս իրավիճակ բան, ասում եմ 5 րոպե պակաս տարածաշրջան կարող է պայթի։ Այնքան որ ռուսական նավատորմը Կասպից ծովում 50 նավերով մարտական հրաձգության, որոնց վրա մեծ մասը կալիբր տիպի հրթիռներ են, հզոր, որոնք իդեպ Կասպից ծովից խոցեցին Սիրիայի մահաբեկիչներին, հեռավորությունը պատկերացրեք։ Հիմա Ադրբեջանը կապած է։ Մեր Կասպյան 5 պետություն կա։ Դե ռուսները հետ զորավարություն չեն անում Ղազախստանի, Թուրքմենստանի կամ Իրանի դեմ։ Բնականաբար անում են Ադրբեջանի դեմ։ Այսինքն գործը հասել է այնտեղ, որ ռուսները ալևին մեկ անգամ եւս սաստում են, որ անկանոն շարժումներ չանեն, հա։ Եվ այս հոգեվիճակում, երբ որ նայում ես իրավիճակը գնահատում ես, եւ մարդկանց այսօր վաղը մյուս օրը ապրելու իմաստը, կյանքը, հոգեվիճակը։ Ես նայում էի մեր նախորդ թողարկման մեկնաբանություններում, որտեղ մարդիկ հա ասում են, ինչ եք խոճապ տարածում, մենք խոսում ենք 50,000 պակիստանցի այդ ահաբեկիչների մասին, 3 Գերմանիայի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ իր քաղաքացիներին լքել Իրանի տարածքը, 3 իսրայելական բանակը ցամաքային գործողություններ է սկսել Գազայի տարածքում, հա։ Դուք արդեն նշեցիք Լեհաստանում արդեն զորքեր բերում ՆԱՏՕ։ Կասպից ծովում գործողությունները Լեհաստանի վարչապետը Զելենսկոյի զրույցից հետո հայտարարեց, որ իր զորքերը կգնան վերապատրաստվելու Ուկրաինայում, հետո ասին ուկրաինացիք կգնան Լեհաստան իրենց վերապատրաստելու, եվրոպական տարբեր երկրներ զորքեր են ուղարկում Լեհաստան, այսինքն այս մեր շուրջ, այս ամեն ինչը մեր շուրջ է տեղի ունենում, մեզնից հեռու չի։ Այս ամեն ինչը այսպես եռում է եւ այս իրավիճակում մեր քաղաքացիները չեն ուզում լսել տրամաբանական վերլուծությունը, Ժորժ ջան, մեր շուրջ մեծ պատերազմի են պատրաստվում։ Այո։ Այդ 50,000 ահաբեկիչները չեն բերում, որ այնտեղ գյուղատնտեսությամբ զբաղվեն, դա իրեն գյուղատնտեսությամբ զբաղվել չգիտեն էլ, ուրիշ բաներ գիտեն։ ԱՄՆ պատական չէր 907 բանաձև Ադրբեջանի։ Այո, որը թույլ է տալիս զինել Ադրբեջանը։ Ամբողջովին առանց միջնորդների եւ ուղղակի։ Ինչի համար արում։ Զորավարությունը եւ Ադրբեջանի զորավարությունից վերջին շրջանում ամիսը 1-2 զորավարություն են անում, ինչի համար։ Ում դեմ են պատրաստվում։ Լավ, դու պատկերացեք, եթե Ադրբեջանին աճացրել են, այսպես ասենք, այնքան որ ինքը կարող է Ռուսաստանի կամ Իրանի դեմ գործողություն անել, ապա Հայաստանը իր համար ինչ է։ Մի մարշ բրասոկի խնդիր է, տանկային։ Ես միշտ ասել եմ,
Մենք սարերով, ձորերով, Տաուշ, Գեղարքունիք, Սյունիք այդպես չի լինելու։ Երասխից Նախիջևանից 2 ժամ Երևան։ Ուսո Դում լավ ասֆալտավետ ճանապարհ։ Իա, բայց դրա համար եմ ասում էլի։ Ինչ սարուձոր, ինչ մասնախոսք։ Ինչ հետաքրքիր, ասենք, որ այդ բան եղավ։ Ասենք մարդիկ մեկ-մեկ մտածում են, զրուցում են, ասում են, ախր ոնց կլինի։ Ասում հարգելիս, միջուկային երկիր մոլորակի 2 գերտերությունից մեկի տարածքում Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում զորքերը մտան։ Վերջին այլանդակություններ արեցին։ Գերտերության տարածք են մտել, հասկանում եք դուք։ Մենք ով ենք որ մեր տարածք չմտնեն։ Եվ այս կոտորածը չանեն։ Որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չնայած ներողություն իր անունը տալու համար մենք դες շատ պայմանավորվել ենք հաճախ այդ անունը չտալ, այդ մարդը հայտարարում է, որ բանակը անվտանգության ապահովման վերջին գիծն է, գործիքը դրանից առաջ կա Նիկոլի դիվանագիտությունը, պիտի ինքը այդ դիվանագիտությամբ այնպես անել, բանակի կարիք չլինի, դրա համար բանակի փողը դնելու են թոշակների վրա։ Ուրեմն Հասարակությանը պարզ է, որ մենք պիտի ծիծաղենք ու առաջ անցնենք սրա վրա, որտեղ սա հիմարություն է, որտեղ ինչ եթե դու չունես բանակ, որը քո մեջքը ուղիղ ապավ, ինչ դիվանագիտության մասնախոսք, եթե ասենք Ալիևը ասել է իմ պայմաններին չես համաձայնվում, բանակը սկմտնի տավուշ, ոնց որ իրանցը հանձնեցին, ասին չհանձնենք պատերազմ է, չէ՞ սկսելու։ Բայց եթե դու բանակ ունենայիր, այս վերջերս մի ինսայդերը հրապարակում էր արել, պարզվում է Նիկոլին մորուք են ասում կառավարությունը։ Այ մորուք։ Եթե դու բանակ ունենայիր, Ալիևից շամպես չէիր վախենա եւ Գիրանցը հանձնեի։ Ուրեմն եկեք այսպես խոսենք հարակից տարածքներն, անդադ դրա վրա խաղում։ Այո, իրավական ակտերը, ուրեմն անվտանգության ռազմավարության դոկտրին կա հայցակարգ։ Երկրորդ կետում նշված է ռազմական սպառնալիքների զսպում եւ չեզոքացում։ Բայց այն դեպքում, երբ որ երկիրը պատերազմի մեջ չի։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը առ այսօր 2 պետության հետ չհայտարարած պատերազմի մեջ է, 2 Ադրբեջանի հետ, քանզի, ես հիմնավորում եմ ինչու է պատերազմի մեջ, քանզի ձեր նշած Սույնանձը փորձում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Խաղաղության պայմանագիրը սովորաբար ստորագրվում է այն պետության հետ, որի հետ պատերազմի մեջ է։ Իսկ մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք։ Եվ երկրորդ Թուրքիան 1993 թվականին մեր նկատմամբ պատերազմ վարող երկրի էլեմենտ է կիրառել տնտեսական շրջափակում։ Իսկ մենք Թուրքիայի հետ եւս չհայտարարված պատերազմի մեջ ենք։ Հիմա անվտանգության դոկտրինի հետ երկրորդ կետը պատերազմի ժամանակ դառնում է առաջնահերթություն։ Այսինքն ոչ թե բանակը, այստեղ ձեր նշած անձը անգամ տարական անգրագիտություն է թույլ տալիս, որովհետև ինքը օրինակ պատերազմի ժամանակ համարվում է գերագույն հրամանատար ոչ բանակի, բայց պատերազմի ժամանակ, երբ որ հայտարարում է, այսինքն քո օրենսդիր մարմինը իրավական ակտ ընդունի, որից հետո է ինքը ստատուս ստանում, գլխավոր շտաբի պետից ստատուսը որպես գերագույն հրամանատար, զորքերի կառավարիչ, ուրեմն փոխանցում են դա բանակը չէ, դա զինված ուժերն են, որտեղ այլ կառույցների Եվս զինված ուժերի մաս են։ Քո 3 կառույց կա, որոնց ստորաբաժանումները բանակի հետ կատարում են տարածքի պաշտպանություն եւ անձնախորհրդության ապահովում։ Հիմա ինքը իր համար բանակ զինված ուժեր մի քիչ էս կողմ մի քիչ են կողմ հիմա։ Բարթալի։ Ով է դնելու այդքան խորանը։ Եվ հետաբար, երբ որ ինքը ասում է, որ վերջին գործիքն է, սա ինչ է նշանակում։ Ֆինանսական, մարդկային, կազմակերպական եւ այլ ռեսուրսներ այդ գործիքի վրա ծախսելու ամենավերջում։ Ավելին, ակնհայտ բանակը լուծարում է տարբեր իրավական ակտերով, այդ թվում նաեւ 24 ամիսը 18 ամիս դարձնելով, այդ թվում իբր պայմանագրայիններով համալրել, որտեղ պայմանագրային չեն էլ գնալու, որտեղ պայմանագրայինները հիմնականում երկու շարժարտ լինի։ Առաջին պայմանագրայինները ստեղծվել են այն բանակային կորպուսում, որտեղ ես փոխհրամանատար էի, նպատակ հետևյալն էր, 90-ականների վերջ անձնակազմը չէր բավականացնում, շփման գծի ամբողջ երկայնքով, բավարար չափով եւ որոշում կայացրեց, որ տեղի սահմանային բնակավայրերի այն քաղաքացիները, որոնք մարտական փորձ ունեն կամ զինվորական ծառայություն, զինվորական մասնագիտություն, ծառայել են մասնագիտություն։ Իրենցից ստեղծեց առաջին ուրեմն դասակները, վաշտերը ու մարտակները։ Եվ ինչով էր 15 օր ծառայում էր, հետո 15 օր գնում էր իր տան գյուղ նշանակության աշխատանքներով, հողեր մշակել եւ այլն։ Մոտիվացիան ամենաբարձրն էր, որտեղ իր տան իր տունն է, հետևն է։ Այսինքն գլուխը պտտացնում էր, Մոսեսում մի դիրք կա, ինչպես ասում են, ոդկդ մի հատ ձգում ես, արդեն տունն է։ Մոսես գյուղում, հա, Տաուշի։ Եվ դա աշխատեց։
Հիմա այն ինչի մասին իրանք խոսում են, իբր կրճատում ենք, եսը կարևոր է, ինչու եմ փորձում բացատրել։ Կրճատում ենք պայմանագրայիններ են գալ, ոչ պայմանագրային չկա, ինչու։ Որտեվ եթե այդ մոտիվացիայով ծառայությունը չի ընկալվում, այլ որպես աշխատանք, նշանակում է սոցիալական փաթեթ աշխատի քեզ ու քո ընտանիքի համար բարձր աշխատավարձով։ Դուք երբեցե լսել եք սոցիալական փաթեթի մասին պայմանագրային զինծառայողների, երեխաների կրթություն, առողջապահություն, բնակարանային պայմաններ, բարձր աշխատավարձ, չկա այդպիսի բան։ Եվ գիտեք վերջ ինչ ալնելու։ Այդ նույն բանակը որպես վերջին գործիք երբ ինք խոսում էր, ենթատեքստով գիտեք ինչ էր ասում։ Երբ որ ասում էր դե չաշխատեց ռազմական դաշինքներ, իհարկե կեղծում էր։ Ես ասում եմ, եղբայր, հիմա քեզ մանկուտ ասեմ, թե հավասեմ։ Հիշողության կորուստ ունես, բայց դե 16 թվականին, երբ Ադրբեջանը ապրիլին հարձակվեց, չաշխատեց Ռուսաստանի այդ ռազմական դաշինք, որտեղ Ռուսաստանը կանգնացեց այդ կռիվը։ Աշխատեց, չէ՞։ Որտեղ ժամանակ դու չկայիր։ Ընդհանրապես։ Հիմա ես ինչի համար եմ ասում, որ պայմանագրայինների թվականակը իբր համալրելով կրճատելով ժանկետայիններին, չի համալրելու։ Վերջում ասել եմ ժողովուրդ համալրվի, պարոն Նահապետյան։ Չի համալրվի։ Թույլ տվեք մի օրինակ բերեմ։ Ուրեմն 2014 թվականից առաջ Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության տարածքը այսպես ազատագրել էին քրդական այդ Փեշմարգա զորամիավորումները, որոնք կամավորական դեռ Մուստաֆա Բարզանի ժամանակներից կամավորական միավորներ էին։ 2013 թվականից այդ Փեշմարգաները անցել են պայմանագրային ծառայություն, փողի դիմաց են ծառայել։ Եվ եզդիաբնակ Շանգալի մարտից 12000 Փեշմարգա փախավ, երբ որ հարձակվում էր 500 բան իգիլական։ Որտեղ իրանք աշխատավարձ էին ստանում, չկաց այդ աշխատավարձությունը, օրինակ սա ամենակարևորը գիտեք ինչ արեց։ Մերը ծառայությունն էր։ Եվ մենք աշխատավարձ չենք ստանում։ Ստանում ենք դրամական բավարարում, որի իմաստը զինվորականը սպան, ենթասպան, պայմանագրայինը իր ընտանիքը ստանա այնքան գումար, որով բավարարի իր սոցիալական, կենցաղային, առողջապահական, կրթական, բնակարանային բոլոր պայմանները։ Պետությունը հոգում է առաջնահերթ բոլոր խավերից, բոլոր մասնագիտությունից առաջնահերթ։ Դրա համար աշխատավարձ չէր կոչվում, կոչվում էր դրամական բավարարում։ Սա որ եկավ 18 թվականից շատ լավ հիշում եմ, որ լրիվ միշտ արձագանքում էի։ Ասում էր աշխատավարձը կբարձրացնեմ այսքանով բանակի։ Ես էլ ասում եմ, տխմարը որտեղից է հայտնի, ինչ աշխատավարձ, դրամական բավարարում։ Ինչու, որտեվ դրամական բավարարում եւ բանակում ծառայություն այ աշխատանք չի։ Ինքը ծառայությունը փոխեց աշխատանքով, դրամական բավարարում աշխատավարձով։ Այսինքն մոտիվացիան աշխատանքի դիմաց վարձն է։ Ծառայությունը ուրիշ բան է, ծառայության ժամանակ երկու հիմնական մասնագիտություն կա ծառայող։ Ուսադիր կրողները եւ հոգեվորականները, մեկը Աստծուն, մյուսը հայրենիքին, ճիշտ է։ Ես չեմ ուզում տարանջատեմ ոստիկանություն, ԱԱԾ, փրկարար, ուսադիր կրողները։ Հիմա դուրս է գալիս, որ այս ամեն ինչը սա կանխամտածված է արել, որ մարդկանց մոտիվացիան ինքը բականին իջացնի։ Այս օրինակը, որ դուք բերեցիք, շատ տիպական է։ Մարդը, որը գումարի համար գնում է աշխատանքի, 1000 տարի պետք չի զոհվել։ Ինքը ուզում է 6-ից հետո տուն գնա։ Ոչ թե զոհվել։ Իր համար իհարկե, բայց տարբեր է, չէ՞ աշխատանքն ու բանը, որտեվ ինչու են մցրել դրամական բավարարում։ Չկա մի չափորոշ, որտեղ գնահատվի թե կյանքին չարժի։ Մարդը գնում է սահմանին կյանքն է վտանգում, չէ՞։ Եթե ասի, եթե աշխատավարձը ես կյանքն է վտանգում, իմ կյանքը արժի $1 միլիոն ամիսը։ Տվեք։ Իհարկե դժի, չէ՞։ Դե համար իրան ինքը եւ իր ընտանիքը որևէ խնդիր չունենային, պետության թիմի 1 հոգացության խնդիրներ։ Հիմա երբ որ ինքը իբր կրճատելով ժամկետայինների ծառայությունը բերում է պայմանագրային, ուրեմն վստահաբար եմ ասում։ Պայմանագրային թվականակը կրճատվելու է, որակը վստահաբար կրճատվել է, չեմ ուզում եթերով ասել ինչ որակ է, մի մասը սահմաններով, մենք մի տեսանյութ վերջերս նկատեցինք, ես դրան էլ արձագանքեցի բավականին խիստ։ Եվ թվականակը չի բավականացնելու նախընտրական շրջանի շեմին ամենայն հավանականությամբ այդ 18 ամիսը ինքը կդարձնի, ասենք 12 ամիս շեմին։ Իսկ նախընտրականի վերջին օրերին կասեն մենք ժողով ենք արել, քննարկել ենք, բանակ չենք մնա։ Չէ, ասենք մի ամիս կամ 2 ամիս։ Ժամկետային զինծառայությունը հանում։ Ու վերջ։ Պայմանագրային էլ չկալու։ Բայց չեմիսորը ալև ասելու է, ենթարենք 100,000-ից բանակ ունեմ, այսքան ինքնաթիռ, այսքան տանկ, այսքան զրահտեխնիկա, դու ունես 5000, 30,000 ոստիկան ունես, որոնց կարգին փղ կանեն, պամպերսները մեծ մասը, չեմ ասում բոլորը։
պամպերսները կլցնենք փախնեն 5000 զինվոր ունես չմոտիվացած որոնց համար այդ ծառայությունը չի աշխատանքը իրանց այդ փխկանես փախնելու են եւ ինչ ուրեմն պետք է անես ինչ որ ես եմ ասում օրինակ երկիդ ուժի կեսը տալիս ես 1.5 միլիոն ադրբեջանցիների վերադարձի պլյուս ապահովում ես իրանց բնակարաններով աշխատանքով եւ անվտանգությունը չես կարող ապահովել միջազգային կառույցների Թուրքիայի առաջնորդությամբ ապահովում վերջ է սա օրինակ հիմա ինքը գիտեք ինչ արծել դրանից հետո ասել է սիրելի հայ ժողովուրդ ժողջան բա հիմա եթե Ադրբեջանը ուրեմն այս խոսքը որ ասում էր 2 օր առաջ ամբողջ ենթատեքստը այն որ ասում էր քո հարևանը դե փաստորեն դաշինքները չեն աշխատել մենք մենակ ենք մնացել բայց դե հարևանն էլ ուժեղ է ինքն էլ դաշինքների մեջ է իմաստը ո՞րն էր վաղը որ ասի Ադրբեջանը ունի 100,000-անոց բանակ Թուրքիան ունի կես միլիոնանոց բանակ բա իրանք որ մեզ ասում են սենց պետք է ապրենք սենց ապրենք այն հիմար կկվի պատմությունի Թումանյանը իդե որ գրել է դա իրականում հայնիկի մասերը տալու մասին է գրել Թումանյանը ինքը ոչ միայն գրող է ինքը լուրջ մտածող ընդ որում իր ամբողջ գրածների հիմքում աստվածաշունչն է եղել չեմ ասում որ շատերը գիտեն բայց քչերը գիտեն եւ այդ կկվի պատմությունը ամեն մի ձակը որ տալիս է քո հայնիկի մի մասն է հիմա այս հիմար կկվի նող հիմար չի բայց հիմար կկվի բանի դերակատարման մեջ է Արցախը վերցեցին միջանցքը վերցեցին շուտով գալու են Սևանի ապ թուրքերը ադրբեջանցիք երկ ունենան վստահաբար եմ ասում պայման են դնելու հələ փորձի չանի Հիմա էլ ասում են գերեզմանոցներ ունեն Բասար գեչար կար բա մերն է եղել պատմական նոյից առաջ մերն է եղել հələ նոյ ուր էր որտեղ թուրքերն էին ապրում հասկանում եք այսինքն այն անեկդոտի նման որ հայերը ադրբեջանցիներին ասում են երբ որ մենք եկանք այս տարածաշրջան մենք կապիկներն էին ծառայել ասում այդ կապիկները մենք էինք հիմա Նիկոլը կասի այդ կապիկները ադրբեջանցիներն էին որ դուք եկաք եւ հիմա գիտեք ինչ վտանգը որն է սա բերում է պետության դիմադրողականության զրոյացում բանակ զինված ուժեր զրոյացում առաջին դիմադրության օջախն է որտեղ հակառակորդը կարող է բանն ապետան ուր են ձեր գործընկերները նախ զինվորական ինքնից պետք է ասենք Չէ, հարցը նրանում է, այդ բանակում ինչ-որ հատված մնացել է, որ հայրենիքի գիտակցում ունի, հասկանում է, որ իրեն իր կառույցները լուծարելով հանձնում են պետք։ Ուրեմն ասեմ ձեզ, բանակում այսպես մակրումներ է գնացել, լուրջ։ Ացեում ինչ սա եկավ։ Մի շարք չափորոշներ էր դնում, բայց հիմքում երբ որ իմ ծառայակից ընկերները, նույն ես ասենք այսպես, որպես ավակ սերունդ էի մնացել, մի սերունդ ներքև, բայց որոնց հետ ես կապ ունեի, իմ ենթականներն էին, մարդկային առումով այս շփվում էինք։ Հետո երբ որ նայում է, թե ինչ չափորոշներով այդ մակրումները կամ չիստկաները գնում, ուրեմն առաջին չափորոշը, որ իշխանության դեմ որոշակի ինչ որ կեցված կա դրսևորում, վարվող քաղաքականության, եւ երկրորդ, որ ավարտել է Ռուսաստանում ռազմական բուխ։ Ես մի պատմություն պատմում, ուրեմն օրս մի հանդիպում եղավ Պատերազմից հետո այդ մարդի իշխանությունից հեռացել է շատ կոշտ հայտարարություններով։ Ասում է խոսում էինք զինվորականների հետ բարձրաստիճան։ Եվ ասում է մի խոսքով այս մարդիկ սկսում են ռուսներին հայոյել։ Ասում դուրս են գալիս, լավ, դու ինքդ Ռուսաստան ես սովորել, ինչ ես հայոյում ռուսներին, ի վերջո կրթությունը ընկերներ ունես, վստահաբար տեսել ես բան։ Ասում է դե ախպեր մեր վրա պլան է դրած, որ լսում են էլի 4 կողմ, եթե չհայոյենք խնդիրներ կունենանք։ Փաստորեն կարող ենք ենթադրել, որ նաև այն Պուտինին հայող զինվորականը իրականում պաշտոնի առաջխաղացման նպատակով էր դա անում, այսինքն դա ռուսներին հայոյելը, ռուսներին մեղադրելը դա բանակում դրված է ամուր հիմքերի վրա, որ եթե ուզում ես անվտանգ լինես, հայոյել ռուսներին։ Չէ ուզում ասեի, դուք ես հաստատում եմ եւ երկրորդում ձեր ասածը։ Չի ուզում դա ասեմ, բայց կարևոր խոսքը ինչեց, այո, քո կեցվածքը Ռուսաստանի հանդեպ ամենախիստ բացասական դիրնի։ Սա նաև երաշխիք է, այսպես ասենք, առաջխաղացման։ ԱՑ-ից բավականաչափ սպաներ են դուրս եկել շատ բարձրաշրջան տասնյակներով։ Թիվը մոտավորությամբ գիտեմ ինչ որ ժամանակ ներքին գործերի նախարարությունից են դուրս եկել բարակում չիստկաներն են։ Եվ սա իրականում մեր իմունիտետը, դիմադրողականությունը մեծ հաշվով զրոյացնում է։ Եթե արտաքին հետախուզությունը բավականին այդպես լուրջ կառուցած ցանկացած երկրի համար, էլի, այդ իմունիտետ դիմադրողականության կարևոր բաղադրիչներից է։ Եթե այդ կառույցի ղեկավարը մի անձավ, որը
իր մասնագիտությամբ երբեք այդ ոլորտում չի եղել, ասենք հա իրավաբան եղել է, միպում եղել է, ասենք կարող է հա վերջում էլ կամ սկզբից էլ հացեմ եղել, չկապ ունի, մասնագիտությունը չի բռնում, ոնց որ ասենք նախկին իրապա համակարգի աշխատող Արգիշտի Քյալամյանին նշանակեցին պատերազմի նախաշեմին եւ ընթացքում ԱԾ-ի տնօրեն։ Այդ կառույցը քանդելու երկու ձև կա։ Մեկ հրաման է տալիս փակում է կառույցը, ոնց որ 18-ին ձեր նշած անձը փակեց գյուղնախարարություն, սփյուռք մշակույթ, փակեց ուղակի։ Երկրորդ ճանապարհը կա, կադրային սխալ քաղաքականություն, ամերիկյան գնդապետներից մեկն էր, չէ՞ դրա մասին գրել, որ պետությունները քանդելու համար պետք չի մտնել, գրավել, պետք է ուղղակի հիմարների նշանակել տարբեր պաշտոնների պատասխանատու ոչ կոմպետենտներին, այդ պաշտոնի առումով հիմարներ կարող է լավ է։ Ես իդեպ մի հետաքրքիր էս առումով շատ կարևոր է, որ մենք գնահատենք այս սխալ կադրային քաղաքականությունը մեր գնահատմամբ սխալ, որի նպատակը քանդելն է։ Սա իրական դեպք է։ Նաև կա արձանագրումներ, ուրեմն ազգությամբ կեսով խորվաթ Բրոստիտոն, որը մոտ 300-350 հազարանոց սերբական պարտիզանական ջոկատների հրամանատարներ, որը հետո բնականաբար 45-ին նաստական Գերմանիայի պարտությունից հետո դարձավ միացյալ Սերբիայի եւ հետո Հարավսլավիայի ղեկավարը։ Ստալինի իշխանության ժամանակ իրեն փոխանցում է տեղեկություն, որ իր ամենամոտ շրջապատում խլուրդ կա կենտրոնական հետախուզական վարչությունից, բացահայտեք։ Ու հակահետախուզությունը աշխատում է բավականին ժամանակ չի գտնում։ Այսինքն այդ բոլորը իր հետ ճանապարհ անցած, մավանը բաց աչքերով նայած, այո, ընկերներ կորցրած, ուխ տարած հաղթելու ծառայելու չեն գտնում, ինչևէ խնդրում են ռուսական ու սովետական կողմին, որ եթե իրենք տեղեկություն ունեն, ով է, ընտրում են փոխանցել։ Ինչ որ ժամանակ հետո սովետական կողմից փոխանցում են ով է։ Նաև բնականաբար ապացուցողական բազայով։ Իր ամենամտերիմներից մեկն է, որ այդ անցել է ամբողջ այդ պարտիզանական տարիների 39-ից 45 թվականի տուղին։ Բայց որին այնուամենայնիվ ինչ որ ձևով ամերիկացիներին հաջողում է։ Թե գայթակղում են, թե ինչ է լինում, իրենցով անել եւ ասում են Տիտոն, որ բավականին զայրացած է լինում։ Իսկ իր համար եթե ինչ որ մեկը միջանկյալ լիներ, դե կասեր հավանական է, բայց իր ամենամեծ իր մտերիմեսը որ իր մտքով անգամ չի անցել։ Ու ասում են, որ ատրճանը կպահում է գլխին, ասում է խփելու եմ։ Առանց դատու դատաստանի։ Այսինքն ապացուցողական բազամուրին դրել բավարար լինում։ Ասում ասա ինչի պատասխանատու ես եւ ինչ ես արել։ Ինչ վնաս ես տվել։ Ասում է ես ընդհանրապես մի բան պետք է անեի։ Սխալ կադրային քաղաքականություն ու վերջ։ Այսինքն կադրային նշականների պատասխանատուն է եղել ինքը։ Եվ ասենք ոչ ամենալավ տեխնացուին, սրանց նման չէ, որ մարդը ոլորտից ընդհանրապես իրավաբանին տանեն առողջապահության նախարար նշանակեն կամ կարող է հրաշալի իրավաբան է, ես խնդիր չեմ տեսնում, բայց ոլորտի մասնագետը չի էլի։ Այդ դեպքում անիմաստ է դառնում մասնագիտական կրթությունը, մասնագիտական փորձառությունը, ցույց տված արդյունքները, բարձրագույն կրթությունը, փորձի փոխանակումը այլ երկրներում փորձի ձեռք բերում է, իմաստը կորում է, բայց հզոր երկրներն անկեն որ այդ ամեն ինչով անցնում է, չէ՞ կադրը։ Բայց անձը կադրի պատասխանատու է, ընդհանրապես ինքը այսպես միջակություններին է նշանակել, ոչ լավագույններին։ Հիմա այս զուգարեց ինչի համար։ Մեր մոտ գլխիվար է ամեն ինչ շուրեկած։ Եվ դրանով ինստիտուտները քանդվում են։ Ոչ թե այդ մարդը ենթադրենք, ասենք ինքը չէ կարող լավ բան անել, որտեվ չի հասկանում։ Այո, անգամ ուզենա։ Դե հիմա այդ կադրային քաղաքականություն արվում է, մեր աչքի առաջ չի արվում։ Նայեք ինչ մասնագետներն որտեղ ինչ պաշտոններ են նշանակում։ Պատերազմում երկում պաշտպանության նախարար նշանակում են մի անձի, որը ռազմական կրթություն չունի։ Ասում են քաղաքական պաշտոն, եղբայր ասում են շտաբի պետը իր տեղակալն է, իրան է ենթարկում։ Հիմա շտաբ պետը մի բան է ասում, ենթադրենք, հակահետախուզությունը այլ բան է զեկուցում։ Հետախուզությունը երբ ոնց է իմանալ, որ նա ճիշտ է։ Մարդը եթե կրթություն մասնագիտություն չունի, ոնց է իմանալու, ոնց է գնահատելու առավելագույն ճիշտը։ Հիմա հոպատական չունի։ Պարոն Հապետյան, այդ տեսանկյունից որ նայեն ասելու են տեսեք Ռուսաստանում էլ Բելաուսովին նշանակեցին նախարար, պաշտպանության հետ ոչ մի կապ չունեցավ։ Ճիշտ է, Բելաուսովի խնդիրը ո՞րն է։ Իսկ կաները ինքը տնտեսագետ է։ Ինքը այդ կոռուպցիոն բացահայտումները այո, Շոյգուն այս կամ այն ձևով ոչ թե փոխկապակցված էր, այլ ուներ որոշակի բարոյական
պարտավորություններ այն անձանց հետ, որոնց հետ տասնյակ տարիներով ծառայել է, շատ դժվար է մարդկային առումով։ Այս մարդը տնտեսագետ է, այսինքն ինքը ապահովում է բանակի տնտեսական կոմպոնենտը, ռազմականը ամբողջովին գլխավոր շտաբի պետի Գերասիմի վրա է դրված։ Պարզա չէ։ Եվ այս առումով օրինակ Ռուսաստան Դաշնության նախագահ 3 բարձրագույն կրթություն ունի։ Ու ձևի համար չէ կրթություն, բա փորձառությունն ու անցած ճանապարհը։ Անվտանգության կառուցումը սովորել, այն ժամանակ KGB-ի առաջին գլխավոր վարչության սպայել է, արտաքին հետախուզություն։ Լենինգրադի իրավաբանականն ավարտել, հետո Մոսկվայում կառավարման ակադեմիա, արդեն որպես երկրի կառավարիչ, որը ամենաբարդ գիտությունն է, գիտությունների գիտությունն է, էլի, որտեղ երկրի նախագահ կամ վարչապետ կոչված ինքը կառավարիչ է։ Գլխավոր կառավարիչն էլ Աստված է դեպ, որը դիեզերքում կառավարում է օրենքներով։ Հիմա դու տեսեք որտեղից եմ, հա։ Եվ եթե դու չունես այդ հələ փորձառությունը, քո անձնական որակները, քո ասենք խորագիտությունը, իրավիճակը համարժեք գնահատելը, քո համբերությունը եւ համբերատարությունը կարևոր հատկանիշներ են։ Պարոն Հապետյան, գալու ենք նրան, որ չեմ ուզում իհարկե շատ խորանալ դրա մեջ, բայց մենք ընդհանրապես Հայաստանում շատ անլուրջ ենք վերաբերվել շատ հարցերի, անգամ Նիկոլ Փաշինյանից առաջ։ Եթե հիշում եք, այն ժամանակ օրենսդրական կարգավորում ընդունվեց, որ 25 տարեկան երիտասարդը կարող է դատավոր լինել։ Բայց չէ՞ որ դատավորը նաև փորձառության վրա է հիմնված, ինքը դատելու է, չէ՞։ Իհարկե։ Օրենքները բանեցնելու։ Ճակատագիր է։ Այո, ճակատագրեր, այսինքն Եվ արդարության մոտորորդ է ստեղծում երկրում, կամ անարդարության։ 25 տարեկան մարդը չի կարող դատել, իրականում չի կարող դատել։ Ես հիշում եմ մի առիթով մի բանի էին հրավիրել, talk show-ի դրա անունը չտամ, հրաժարվեցի գնալ, ու համայնքին առաջվող խնդիրը ասում է հորը որդու հետ խնդիր ունի, դուք էլ գաք որպես փորձագետ։ Ասում ես էլ հորս հետ հաճախ իրար չենք հասկանում։ Ես ինչ խորհուրդ պետք է տամ այդ մարդկանց էլի, պետք է ավելի հասակավոր մարդկանց հրավիրեք։ Հիմա այս հարցը կան կրիտերիաներ, չափորոշիչներ։ Օրինակ Ճապոնիայում ազգային չափորոշիչը մարդուն հանճարեղ իր արած գործերը որպես այլոց համար ուսանելի օրինակելի տարիքային շեմ կա։ Եթե դու այդ տարիքային շեմը չես ասել 50 թե ավել չունես փորձառություն կյանքի, որը դասագրքերով չես կարող ձեռք բերել, դու ոնց կարող ես ստեղծել արժեք քո պակաս փորձառությամբ, հա։ Ես ասենք, բանը, բարձ օրինակ եմ ասում, եւ ըստ այդմ մեր մոտ, օրինակ խորհրդային տարիներին պատական էր արդյոք դպրոցի տնօրեն ուսումնական մասի վարիչ չէր կարող նշանակվել անց, որ ընտանիք ու զավակ չուներ։ Չափորոշի չէր։ Այդպես էր, այո։ Եթե դու զավակ չունես, երեխա չես դաստիարակել, եւ տնօրենը եւ ուսումնական մասի վարիչը, իրենք չէին նշանակվում այդ։ Թեև հրաշալի դու լավ մանկավարժ կարող ես լինել, բայց գնահատվում էր այսպես, քանի որ դու կառավարիչ ես դառնում մանկավարժական ընտանիքում, դու չես կարող լավ լինել, եթե սեփական զավակներին ունես, իհարկե, բայց ճիշտ չափորոշիչ չէ։ Այսինքն խորհրդային տարիների շատ չափորոշիչներ, որտեղ կատարում էր առավել արդյունավետ եւ ճիշտ կադրային ընտրություն, որով երկիրը ուժեղ է դառնում, չէ՞, լավագույններն են առաջ գնում։ Հիմա մեր մոտ հակառակ սերում է կատարվում։ Այսինքն վատարագույնն է, վատն է, կոմպրոմատը, կառավարելին, իսկ դա ում է պետք։ Հայաստանի պետք է երկրի ոչ, բայց մեզ որ ոչ բարեկամ երկրներին իրանց պետք է իրանց հատուկ ծառայությունների համար նվերա։ Վերել է նաև абսուրդային բանով այդ սկզբունք, ճակատավոր ասած սկզբունք, որը նաև այսօր կառավարության մեջ է դրսևորվում, որ կանայք ինչ-որ քվոտա պետք ունենան։ Այսինքն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցանկացած կուսակցություն կամ դաշիկ ամեն երրորդ համարը պետք է տա կնոջ։ Ու անկախ նրանից այդ կինը ինչ որակական պատրաստվածություն ունի, արդյոք քաղաքականություն հիմա քաղաքական ուժերը կրակտել են գնում, այսինքն ստիպված։ Եթե դուք մի քվոտա եք, չէ՞ ասում։ Այո։ Ուզում եք երկու քվոտա էլ ես ասեմ, բայց որի մասին չի տրանսգենդերները։ Ուրեմն Կառավարությունում ես գիտեմ, այլ սեռական կողմնորոշում ունեցողների համար քվոտա կա։ Ես գիտեմ կառավարությունում իրավիճակներ են եղել, որ կոնկրետ Միացյալ Նահանգների դեսպանատնից անգամ կշտամբել են կառավարության այլ անդամների, թե ինչու օրինակ ձեր ընտանեկան հավաքույթների չեք հրավիրում այլ սեռական կողմնորոշում ունեցող քվոտա կա։ Ես հիշում եմ Հայաստանում Բրիտանիայի դեսպանը մի տիկին էր, ազգանուն չեմ հիշում, օրինակ մի մեծ հավաքի ժամանակ, սա նախորդ իշխանությունների ժամանակ հպարտանում է, որ աշխարհում ամենաշատ այլ սեռական կողմնորոշում ունեցող անձին, որոնք կառավարության անդամներ են, դա Մեծ Բրիտանիայի կառավարությունն է։ Եվ ասում են Հայաստանը եւս քվոտաներ։ Հիմա պատկերը փոխվել է, Հայաստանում ավելի շատ են։ Ես չգիտեմ։
Այսօրվա Հայաստան։ Բայց ես իմ համար ակնհայտ է, որ դա եւս, այսինքն գիտեք ինչ, որքան քո կառավարիչները թույլ են, փոցելի են, կառավարելի են, այդքան քո երկիրը արտաքին կառավարման ներքո պահ պետության համար հաղթաթուղթ է։ Ինքն է ուզում, որ առավելագույն տգետները, դիլետանտները, գայթակղությունների, կոմպրոմատների, մեծամտության, փառասիրության, հիմարությունների, չգիտեմ, այս բոլորի արգասիկով ինչ որ իդեպ Նիկոլա այդ բոլորի խտացումն է։ Պարոն Նապետյան, կարող ենք ասել, որ նաև սրա այս կառավարելիության մթնոլորտը իրենց համար կառավարելիության մթնոլորտն է, որ մթնոլորտը պահելու համար, որ հաճախ քարոզում են պետական պաշտոնյայի ընտանիքը մի քննարկե, կանանց երեխաներին, չէ, իսկ իրականում երբ որ նայենք օրինակ նույն սովետական միությունը կամ նորմալ ցանկացած երկիր, չի կարող բարձրաստիճան պաշտոնյայի կինը լինել անբարոյական, որովհետև դա ազդեցություն է իր վրա։ Ուրեմն կար խորհրդային տարիներին այսպիսի մի չափորոշիչ հստակ ցուցակ կար, դա ոչ միայն քաղաքբյուրոյի անդամ եւ իրենց ընտանիքներն են, կառավարության անդամ, կառույցներ հսկական եւ պետպլանը եւ պետամտանքության կոմիտեն եւ բանակ։ Ուրեմն դրանց կառավարիչների ընտանիքները կանայք եւ երեխաները առավելագույն անխոցելի լինեին բոլոր առումներով։ Առաջին հերթին բարոյական, ֆինանսական, մարդկային, ինչու։ Որտեւ այդ անձի ընտանիքի խոցելիությունը այդ անձի խոցելիությունը բերում է երկրի անվտանգության խոցելիության ու վերջ։ Այսինքն հատուկ ծառայությունները հիմա խոշորացու արած նայում են ոնց են ընտրում։ Խոցելիություն է, չէ՞, առաջինը կոմպրոմատն է, կոմպրոմատը կա, հետո տեսնում ես, եթե գայթակղում է նյութական կա, եթե մարմնավոր գայթակղություններ դա կա, տեսանյութը կա, ձայնագրում են, հավաքագրում են, մարդը ստորագրություն տալիս է, պարտավորությունները վերցնում է, հանձնարարություններ ստանում է, սկսում է կատարել։ Բայց երկիրը արտաքին կառավարումը միայն արտաքին դրսևորումներ չի, հա, առաջներտին հատուկ ծառայություններ։ Քո երկիրը կարող է կառավարեն, քեզ էլ թվա դու անկախ, ինքնիշխան, էլ ինչ խոչուչ բառեր են ասում, այդպիսի պետություն չկա։ Հիմա լավ, մի հարցամ եւ անցնեմ մի ուրիշ թեմայի եւ ամփոփենք։ Հիմա ինչպես պետք է անել, ոնց պետք է դրվի բարոյական չափորոշիչներ, այսինքն ի վերջո դա ինչ որ ձև պիտի արտացոլվի, չէ՞ որ պետական պաշտոնյայի կինը կամ կնոջ ամուսինը չեն կարող բարոյական օրենքներից զուրկ մարդիկ լինել, չեն կարող թմրամոլ լինել, չեն կարող խմիչքից կախվածություն ունենալ։ Հիմա մենք ունենք պետական մի հատ ապարատ, որտեղ թմրադեղերը իրանք են գովազդել ժամանակին։ Եվ իհարկե սրանց մասին չի խոսք, բայց ինչ որ նորմեր պիտի դրվեն եւ ոնց պիտի դա արտացոլվի։ Ուրեմն դուք թմրամոլությունը ասացիք, անառակ կյանք ասացիք, ես մի կրիտերիա դեմ խաղամոլությունը, որը ահավոր մեծ հարված է այսօր եւ մեր ժողովրդին եւ ընտանիքների քայքայման, գողությունների եւ այլնի պատճառ եւ այլն։ Սա համալիր կերպով օտարը Հայաստանը դիտում է որպես գաղութ եւ կառավարում է որպես գաղութ։ Չինաստանը, որ այսօր աշխարհի հզորագույն պետություններից մեկն է, այդ դժոխքի ճանապարհներով անցել է 3 անգամ ապստամբել է Բրիտանիայի կողմից իր երկրի տարածքը նվաճելուց հետո այդ ժողովրդին թմրամիջոցի վրա նստել եւ օպիումային 3 պատերազմ, որտեղ տասնյակ միլիոնավոր չինացիներ էին կոտրում, որտեղ ապստամբում էին։ Խնդիրը հետեւյալն է, չինացին աշխատում է, աշխատավարձությունը չի ստանում։ Այլ տեղաճացված հերոինը կամ տերևները որպես իրան աշխատանքի վարձ։ Այդ մարդիկ էլ 30-35 տարի են ապրում, ավել չի օրգանիզմով մեռնելու, այն ծաղկուն շրջանում աշխատում մեռնում են։ Եվ Բրիտանիան դες կառավարում էր։ Հիմա պատկերացեք Հայաստանում, եթե թմրամոլությունը, խաղամոլությունը, անառակությունը, գինեմոլությունը, կոռուպցիան դեպ կառավարման գործիք է նաև ինչպես իմ նշած խոսեցինք դրա մասին նախորդ եթերներից մեկում։ Եվ հետեւաբար սրանով իրենք կառավարում են եւ երբ փորձ արվում ինչ-որ մի լավ պաշտոնատար անձ, լավ կրթություն եւ այլն, ինք ուղղակի կխեղդվես ամեն ինչի մեջ։ Իրան թույլ չեն տա։ Ես առաջին օրը եւ եթերով ասել եմ, կառավարությունը կազմում են, գնում են այդ սենյակներ, բան եւ այլն, ոստիկանները քթները բաց փախնում են կառավարության։ Պլանի հոտը սա այդ կառավարության շենքն անում։ Ցանկ դռները բացած սկսում ուռել, պարապոզանել էս են։ Դե դա գոնե մեզ մի պատիկ առաջին դատվողը այդ գործով մենք ենք եղել։ Հա։ Այո, մենք հրապարակում ենք գրել Տիգրան Ավինյանի մարիխուանա օգտագործելու մասին։ Մեզ դատի տվեցին 2018-ին։ Իսկ որ Ալեն Սիմոնյանը մեր մարիխուանա, այո, դրա մասին լրագրողական ամբողջ համայնքը ի աջակցություն Տիգրան Ավինյանի դուրս եկավ, մենք 1 միլիոն պարտվեցինք դատարան։ Ուրեմն, գիտեք, նորից եմ ասում, Հայաստանը արտաքին կառավարման մի շարք դրսևորումներ կա, այս նոր ինչ որ թվարկեցի, դա դրսևորումներից մեկն է։
Եթե դաներ ավելացնեն կոմպրոմատը, որ դու արդեն այլ երկի հատուկ ծառայության աշխատող ես, դա ամենամեծ կոմպրոմատն է, հա։ Այդ նշանակում է երկրի ամբողջովին կառավարման ներկայ, չեմ ասում նորմերը ոնց պիտի դրվի, այսինքն օրենսդրական կարգավորում։ Ուրեմն ցանկացած հիվանդ օրգանիզմ երկու ուրեմն բուժման ձև կա, եթե դու օրգանիզմը պիտի չմեռնի։ Երկարատև տեղային բուժում, որը երկարատև է, կամ վիրահատական։ Կարճատև, որտեղ օրգանիզմը արդեն մեռնում է, վիրահատություն ինչու է մտնում։ Որտեղ 50-50 է, իսկ այդ մարդը կապրի թե չի ապրի։ Դեղորայքայինի երկար է, ինքը ժամանակ, տարածություն, ծախս, ռեսուրս, բայց վիրահատություն չի արվում։ Հիմա տարբեր երկրի տարբեր ճանապարհներ են անցել։ Օրինակ Կուբայի օրինակը բերեմ։ Մեծահարուստների զավակները, իդեմս Ֆիդել Կաստրո, եղբայր Ռաուլ եւ այլն, ինչու զենք վերցրեցին։ Այդ վիճակներն են։ Թմրամիջոց, մարմնավաճառություն ու ոչ մի բան չանել։ Այդ երկիրը։ Ես ասեմ նույն օրինակը մի դրվագ պատմեմ Իրաքյան Քուրդիստանից, այնտեղ եթե քեզ մոտ թմրադեղ կամ ծխելու բան գտան, մի անգամից 25 տարին պատրաստ է, այսինքն տարբերակ չկա եւ ինչ են իրենք այդպես խստացրել, որովհետեւ մեր բարեկամ Իրանը, քան խնդիր ունի քրդերի հետ, այդ առումով բավական ակտիվ աշխատում է Իրանի սահմանից հասկանալ։ տարբեր նյութեր են անցնում այնտեղ, շատ խիստ դրված է, մարդը գիտի, եթե բռնվեց 25 տարի Ուրեմն 25 տարին ինքը դեղորայքային բուժումն է։ Մարդը վերջին աշխով 25 տարի դուրս է գալի։ Երկրներ կան գնդակարությունը ու վերջ։ Ըստ վիրահատական ու վերջ թեման փակվում է։ Այսինքն դու գնահատում ես այսպես, որ հասարակությունը կամ ժողովուրդը այս հիվանդությամբ տառապում է եւ որը ուղղակիորեն քո երկրի անվտանգության համար լրջագույն սպառնալիք, հա, լրջագույն։ Իսկ կարող է իսկապես երկրի կորցնել։ Դա ինքը արագ մտնում է վիրահատականով։ Ես ձեզ ասեմ մի դեպք էլ էս իշխանությունների դեմքը ցույց տալու համար, ուրեմն ես գիտեմ տասնյակ թմրավաճառներ, որոնք բռնվել են իրավապահների կողմից։ Հիմա ստորագրությամբ ազատ են արձակված եւ սրան զուգահեռ Միքայել Սրբազանը, մեր եկեղեցու պատվարժան այս հոգևոր հայրը եւ այլ Բագրատ Սրբազանը այլ անձինք կալանքի տակ են։ Սա պետության առաջնահերթություն է, այսինքն Միքայել Սրբազանը օրինակ, որ իր ճշմարտությամբ, ճշմարտախոսությամբ եւ Աստծո խոսքով բուժում էր այդ թվում նաեւ երիտասարդությանը, կալանավորված է, բանտարկված է, թմրադեղերով երիտասարդության թունավորվողները ստորագրությամբ ազատ են արձակված։ Սա իրանց առաջնահերթությունն է, իրենց համար խնդիրը ճշմարտությունը, աջակցությունն է թմրադեղերի տարածումը։ Ուրեմն պետությունները սովորաբար, սա ես որպես արդեն գիտելիք ասեմ, սա հստակ է, հա, այլոց կողմից կառավարում են 6 առաջնահերթություններով։ Ամենացածր աշխանը դա զենքի ուժն է։ Ուրեմն երկրորդը զանգվածային ոչնչացման զենքեր, այդ թվում նաև թմրամիջոցը։ Մեկ օրինակ եմ բերում։ Ռուսները Աֆղանստանում մի քանի տասնյակ հազար մարդ կորցրեցին։ Բավական երկար ժամանակ կռվելով։ 91 թվականից, երբ Ռուսաստան անկախ պետություն, հա, ճակերտներում անկախ դարձավ, այդ ժամանակ թմրամիջոցները, ինչպես ասում են, Ռուսաստանում լցվեցին։ Տարեկան միլիոնավոր մարդիկ 300,000 երիտասարդ միայն թմրամիջոցից մահանում էր, որոնք գումար չունեին, շատ ավելի անորակ էին վերցնում, որ ուղղակի առողջության վնասում էր։ Այսինքն, ես ասում եմ, ուրեմն 78 թվականից մինչև 85-99 քանի տարի անում։ 13, 11, 12 տարի, հա, Աֆղանստանում։ Մի քանի տասնյակ հազար, նո մարտական կորուստները մոտ 70-80,000, որի մեջ եւ զոհերը եւ վիրավորները, հաշմանդամները անհետ կորածները։ Եվ տարեկան 300,000 եւ ավել երիտասարդ Ռուսաստանում մահ։ Այսինքն թմրամիջոցը ինքը կոդեմ պատերազմի կարևորագույն գործիքներից մեկն է, որը Ռուսաստանի դեմ օգտագործին։ Հիմա մենք, երբ որ մեր աչքերը բացում ենք, տեսնում ենք այդ վթարների, զոհերի, վիրավորների, ես ասեմ, առավել քան վստահաբար եմ ասում, մի մասը այս թմրամիջոցի ազդեցության տակ է վարել։ Վստահաբար եմ, որովհետև նման զոհեր, նման վթարներ, նման քանակ երբևիցե չի եղել։ Այսինքն ստեղից նաև եւ ինքնասպանությունների կտրուկաճը։ Այո, այս բոլորը թմրամիջոցի ուրեմն տարածման, իսկ եթե պետությունը թմրամիջոցի դեմ պայքարում է տարածողների, օգտագործողների, հա, բնի մեջ խեղդում է։ Մեր մոտ կտրուկաճը անուղակի մեզ հուշում է, որ պետական տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի ներգրաված են այս իրենց համար բիզնեսի մեջ։ Շատ լավ, պարոն Նահապետյան, Արարատի պատկերի հանելու մասին հիմա կհասցնենք կարճ խոսել, թե թողենք այլ եթերի։ Չէ, կարող ենք։
Ինչ են ուզում դրան։ Թուրքիան Հայաստանին պարտադրում է Իսկ ցանկացած տպավորությունը Թուրքիան չէ պարտադրում, Նիկոլ Փաշինյանը ինքնական։ Չէ, այդպես չի։ Ասենք այսպես, այլև միգուցե հիմա ինքնական է անում, միգուցե, բայց ենթատեքստով ինքը պարտադրված է անում։ Այսինքն իր համար Թուրքիայի ուրեմն նկարի հանելը իր համար բացասական է, չէ, արձագանքը։ Ասենք շատ արատներ ունի, բայց չասենք, որ այս աշճան այս կարգի հիմար է։ Չէ, բայց եթե իշխանության իր աղբյուրը Էրդողանից է, ինքը կուզենա Էրդողանին դուր գալ։ Ուրեմն հիմա չէ, բայց այդ դուր գալը մի կողմից նժարի, մյուս կողմից այստեղ բանն է, բացական հետևանքը։ Ես կարծում եմ այսպես էլի պարտադրանքը կա այսպես փափուկ ձևով, իհարկե ոչ հայրական ապտակով, տարբեր ձևեր կան, այդ գործիքներից մեկ ամենակարևորը Ադրբեջանն է, Թուրքիայի ձեռքին որպես գործիք, այստեղ, հա, մահակ։ Ընդ որում մահացու մահակ կա։ Եվ այո, այն ինչ որ վերաբերվում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում, Թուրքիան առանց ՍԹՎ թանքի եւ անվանումներն էլ հանվելու, ասեմ ձեզ, շրջանների պետական, որտեղ անձնապես չեն կարող, օրինակ Արադ Միրզոյանը չի կարող իր անունը փոխել, եթե Չէ, դա տարբեր անուններ քննարկում էին, ես էլ առաջարկում։ Բայց այն ինչ որ պետական է, դա օրինակ Արարատի մարզ, հիշեք խոսքս։ Արարատի մարզը որտեղ պետական օրինա դրվել, այդ Արարատ բառը դի դուրս կա։ Այսօր նկարն է վաղ անվանում է։ Այսինքն այն ինչ որ կապված է Թուրքիայի, որտեղ Թուրքիան ինքը հիմա մի շրջան որտեղ կեղծ պատմություն է հորինում թուրքական պետությունների համար, մենք հույները այս համար իր համար գլխացավանք ենք։ Այս ամեն ինչը դե հույների վրա այդքան չի կարող, մեր վրա կարողանում է։ Նիկոլն էլ իր կարճելքով մտածում է, որ քանի որ ես Ադրբեջանն եմ պարտվել, Թուրքիայի որպես պապա ընտրեմ, իսկ Ադրբեջանը Թուրքիայի կրսեր գործընկերն է։ Եթե ինձ մի երկու հատ հարվածեց Ադրբեջանը, ես խնդրեմ պապայից, կասեմ մեծ հաշվով շեֆը դու ես էլի պապա։ Մի բան արա։ Բայց ես կարծում եմ ինքը այն պարզամիտի կամ լոխի կարգավիճակով է, որտեղ կան, ասենք, ուժը բարի եւ չար քննիչներ։ Հա, հիմա բարի քննիչ Էրդողանն է։ Ազոտ են անում։ Հա, մոտապես այդպես։ Գցել են արանքը եւ այս բոլորի խնդիրը պարզ ասեմ, վերջնարդյունքը անգամ Արարատի նկարը չի անվանում չի 102 բազան է։ Եվ ռուսների ռազմական տնտեսական ներկայությունը որ պայն հանեցին, այն ժամանակ արդեն ամեն մեկը ըստ նախնական պայմանավորության Պալև Էրդողան Հայաստան ուղղակի ֆիզիկապես են իրացվեցնելու։ Անվանումների առումով նկատենք, որ Թուրքիան բավական ուշադիր է այստեղ։ Իշաստում Քեմալի իշխանություն գալուց հետո մի ամբողջ հանձնաժողով էր ստեղծվել Արևմտյան Հայաստանում, հունական բնակության վայրերում, քրդական բնակության վայրերում ամեն քարուտուփ, որը անուն ուներ, փոխվին թուրքական էին դարձնում։ Իհարկե։ Որպեսզի փոխեն պատմական ժառանգությունը։ Գիտական լուրջ ինստիտուտներ ունեն, այդ մի մասը Թուրքիայի արտաքին հետախուզության միտի ուրեմն կառավարման ներքո, որտեղ ուսումնասիրվող 1, 2, 3, 4 լեզուների մեջ առաջնահերթը հայերենն է։ Հայերենը ռուսերեն, օրինակ։ Իրանք խնդիր ունեն, գիտեն, որ մեծ հաշվով իրենք օտարի այլ հայից դուրս եկած օտարի հայրենիքում են, չէ՞։ Հիմա այս պատմությունը ոնց որ հիմա ով է մայաների ազտեկների մասին հիշում։ Ռեալ աշխարհում։ Բացեն մի քանի 10,000 կամ 100,000 ռեզերվացիա, որոնք արդեն իրենք չեն հիշում, որ նախնիկ ովքեր։ Այդ քաղաքակրթություններն եղել, չէ՞, չկան։ Ինչպես ասում են, կոնսերվացիա եւ օվկիանոսը։ Հիմա մեր պատմությունն էլ դի կոնսերվացնեն, որով քո ինքնությունն են կտրում, քո պատմական հիշողությունն են կտրում, քո կյանքի իմաստն են կտրում, քո պետության նպատակն են կտրում, այսօր, վաղը եւ ապագայում, հա։ Եվ այստեղ հաց, այստեղ կաց։ Այսինքն կուշտ ուտում ես, երկար նստում ես արտաքնոցում, այդ հոտը քաշում ես, հետո եթե երիտասարդ ես, առավելագույն մարմնավոր գրգիռներ, այդ թվում սեռական, այդ թվում խմիչքի, այդ թվում թմրամիջոցի։ Հետո կյանքը մեկ էլ վերջում բարձում անիմաստ է դառնում, որտեղ բոլորից ստացել ես, եւ ասում ես լավ եղել եմ ապրում, հոգնեցի։ Կամ երկար պերեդոզի տակ է մնում, կամ գրում ինքնասպանություն, վերջ, բա երկրների ժողովուրդների ո՞նց են կառավարում, այսպես։ Սա էլ դրանց արտարում ներկայացուցիչ։ Շնորհակալ եմ, պարոն Աբեցյան, դեռ մի թողարկում կարծում պիտի պարտավոր ենք նվիրել այդ թմրադեղերի տարածմանը, Telegram ալիքներին, եւ այո, ես էլ որքան որ ստանում եմ տեղեկություններ իշխանության բարձրագույն օղակներից, այդ ամեն ինչի գլխին կանգնած են եւ որևէ պետություն չի գնում մի քանի տոննա թմրադեղ, եթե իշխանության բարձրագույն օղակները այսպես հովանի չեն այդ process-ին։ Շնորհակալ եմ, ես շեշտում զրուցում եի Հայկ Նահապետյանից, տեսություն կհանդիպենք։